Քննարկվեց Ախալքալակի մունիցիպալիտետի 2026 թվականի օգոստոսի 11-ի նիստի օրակարգը երկու կետով։ Կետ առաջին՝ Ախալքալակի մունիցիպալիտետի սեփականություն հանդիսացող Դիլիսկա գյուղում գտնվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասը եւ դրա վրա տեղակայված շենքի շինությունը պետական սեփականությանը փոխանցելու մասին։ Կետ երկրորդ՝ Ախալքալակի մունիցիպալիտետում 2026 թվականին իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծային առաջարկությանը հավանականություն տալու մասին։ Առաջին հարցով մենք խոսքը տալիս ենք մեր քաղաքապետարանի կանխատեսված ծառայության ղեկավարին պարոն Պամուկյանին։ Ցակադաստրակոդը 6614-224 կվադրատ է 532 կվադրատ չափով հողագծը Դիլիսկա գյուղի դպրոցը քանի որ չունի համապատասխան տարածք դասարաններ ու այդ պատճառով ձեզ ներկայացնում թույլտվություն ստանալու նպատակով։ Մենք Երևանիստի նույնպես քննարկել ենք այս հարցը, մեր հայրական պատգամավորները Դիլիսկայի կողմից ունեն իրենց հարցերը, իհարկե կարծում եմ արդեն դուք երևի հարցեր եթե հարցեր կա, այդ հարցի հետ կապված խնդրեմ։ Չէ, սա ընդհանուր մեր բալանսին չէ առաջ։ Գիտիկ պայել էինք, մեկ ալը հասնել էինք, ինչ որ մետապընտեղել եմ, սիկ երկորդ էտա։ Տեղափոխվել երկու բալանսի կեշտարություն դետայով կեշտարություն։ Իրանան մանակ գեղին է, նույնն է։ Շենքով Շենք է գրեթե ամենավանադը։ Լավ, եթե հարցեր չկա, առաջի հարցը եւ օրակարգում դեստանում են քերակցության, օգեն կողմ պոլիսի տեղափոխել գլխավոր նիստ, կողմ որոշում ընդունված տեղափոխում գլխավոր նիստ։ Եվ մեր երկրորդ հարցը նույնպես շատ կարևոր հարց է, մենք երկրորդ հարցը վերաբերում է Ախալքալակի մունիցիպալիտետում 2026 թվականին իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծային առաջարկության հավանություն տալու մասին։ Սա շատ կարևոր է, մենք ունենք աղետների ֆոնդ, աղետների ֆոնդից գումար ենք հատկացնելու բավականին մեծ գումար ենք հատկացնելու Բուրնաշետ գյուղի ջրամբարի վերանորոգմանը, որը եւ անվտանգության խնդիր է եւ մեր բյուջեով չի կատարվում է արտաբյուջետային հանդես կգած ծառայության ղեկավարը պարոն Մովսյան հանգամանալից քանքինով բյուջեի ընդհանուր ներկայացրեք, հետո մենք նաև ունենանք ավելի տեսանելի ձևով նիստի ժամանակ ավելի մանրամասն։ Մինիստրությունը որոշում է հանել աղետների կանխարգելման ծրագիր, որն Ախալքալակի մունիցիպալիտետը պլանավորել եւ նախագծել է գյուղ Բուրնաշետի ջրամբարը, որի նախագծային արժեքը կազմել է 3.188988 լարի, խնդրում ենք ձեր հավանությունը, որպեսզի նշված որոշման համաձայն կատարել այդ աշխատանքները։ Մեծ սումայր ու իրենք այդ սումով աջակցեցին մեզ որոշեցինք, որ իշխորվեքները այդպես էլ ընդդասնելով մենք նորեն նանենք ու ես նիստի ժամանակ չենք ներկայացնել։ Ես կամավ բան չկարում։ Այդ գումարը նախատեսած Ելը չէ, այս մենք ես ծրացեսում ենք, որ արդեն իրենք որոշումը հանեն, էլի։ Ախալքալակի մունիցիպալիտետ չէ, որ արտասահմանցած քաղաքացիների ինֆրաստրուկտուրի սա պրոյեկտը ծնադարելուց մոծոնելուց քաղաքված է, ովքեր են կողմ տեղափոխեն գլխավոր նիստ, կողմ դեմ չկա, որոշում ընդունված է, շնորհակալություն հարգելի գյուղի մասնակիցներ։ Առաջի հարցը վերաբերվում է Ախալքալակի մունիցիպալիտետի սեփականություն հանդիսացող Դիլիսկա գյուղում գտնվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասը եւ դրա վրա տեղակայված շինությունը պետական սեփականության փոխանցելու մասին։ Սեփականություն հանդիսացող գյուղ Դիլիսկայում գտնվող 532 կվադրատներ չափով հողագծի եւ դրա վրա գտնվող շինության փոխանցման մասին պետական գույքի կառավարման ծառայությանը որպես սեփականություն հետագայում Ախալքալակի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի դպրոցը փոխանցելու նպատակով։ Կատարվարկել պատգամավորը շնորհակալություն պարոն Պամուկյանը դպրոցին ենք փոխանցելու գույք, որը գտնվում է մեր մունիցիպալիտետի սեփականության մեր մունիցիպալիտետի սեփականությունը, եթե հարցեր ունեք, խնդրեմ։ Ավելացում, ասացում։ Ուշադրություն դարձնեք։ Չէ, դա պետք է առաջացնելի տաղավարի ավելի շուտ գեշտանդապ դառնալիս հորվին խոսքին։ Երկրորդ սեմինարի արդեն դժվարանալ է։ Մեր երկրորդ հարցը վերաբերում է Ախալքալակի մունիցիպալիտետում 2026 թվականին իրականացվելու ենթակառուցվածքային նախագծային առաջարկությանը հավանություն տալու մասին շատ հետաքրքիր ծրագիր է, աղետների ֆոնդից մենք գումար ենք ստանալու, մանրամասը կներկայացնի
մեր քաղաքապետարանի ծառայության ղեկավարը պարոն Մովսիսյանն է, որը մենք վերականգնելու ենք մեր երկու խոսքով ասեմ, մեր Լուռնաշետի ջրամբարը, այսպես կոչված Ազարայթի տարածաշրջանի համար սա շատ կարևոր է, որովհետեւ իրավաբար ավելի շատ ջուր կուտակվի, անվտանգության խնդիր լուծվի եւ նաեւ որոշման խնդիր լուծվի մի քանի դեպքերի համար։ Քանտեր պարոնից։ Ախալքալակի մունիցիպալիտետը պլանավորել եւ նախագծել է գյուղ Լուռնաշետի ջրամբարի վերանորոգումը, որի նախագծային արժեքը կազմել է 3.818.988 լարի։ Հարցեր կա ավելի։ Վիդեո ռոլիկով դուս կուտա ջուրը։ Կոնկրետ դագեն դուս կարող ջուրը։ Էլի գացիկ մեր տարածքն է, ուրեմն այսաներն, այսի ինչ կունի։ Այազարագույն նաշվածը, ուրեմն այսաներն ջուր թողնողներն է, որ այստեղ կավ գալի, հատուկ բելյոն կա գալի։ Սանին ելույթը շարունակեմ, մենք տեղակ եք այդ 4 գերի ունենալը, ֆակտически այնտեղ որոշ ջրի անվարներ չունի։ Եթե դուք տեղակ եք խմելու ջուրը բեժանելու կա, վատ վիճակները, եթե մենք այդտեղ այս ջուրը շատացնենք, խմելու ջրի հարց կլուծենք։ Մենակ այս իրիգացիոնի հարցը չենք լուծել։ Հետո համար այդ 3 միլիոն 4 միլիոնից է մանջը։ Ու եկեք մեծ ռեզերվուար, այդ մեծ գումարը բանջեք, չենք կայնա 2 միլիոնով այդ հարցը լուծել։ Թե չէ Եթե լուծվի մեկավ գումարը տային կարագովային կամ մեկավ չի այդ գումարով չի Աղետի կանխարգելում և գյուղացիների ջրամատակարարման խնդրի լուծում ոռոգման և ոռոգման հարցը եթե լուծվի նաև խմելու ջրի խնդիր նաև չէ լուծվում։ Այնպես որ ես կարծում եմ շատ լավ ծրագիր է, եթե հարցեր կա խնդրեմ։ Պրոյեկտը, որ մենք նախնական հաշվարկել կոնկրետ չենք կյանատա, մենք միանգամից պրոյեկտը հարցեցինք, որ նախագիծ ունենայինք, միանգամից այդ թիվը տային կոնկրետ ինչ թիվով կազմել է։ Այս թիվը ինչ որ կա, կոնկրետ արդեն պրոյեկտը երած է, էքսպերտիզաներով, բաներով, որ ինչ տի է նսվի արդեն։ Հեսա նախագիծի հաշվարկը երած։ Սա երած է, հա։ Եթե հարցեր չկա մեր երկրորդ հարցի վերաբերյալ, հարկելի պատգամավորներ, հարց դնում ենք հավանության ով, թե չկա, որոշում համակրված է։